Բարի գալուստ որոտանի ծառայություն հաղորդաշարի։ Այս ալիքը ներկայացնում է Հիսուս Քրիստոսին որպես միակ ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը։ Բաժանորդագրվեք էջին, որպեսզի բաց չթողնեք ձեր օրհնությունները։ Ողջույն, սիրելի հավատացյալ ժողովուրդ։ Երկար ժամանակ ես եթեր դուրս չէի գալիս, բայց հիմա իմ սրտում եղավ մի հարց, որ կարողանամ այդ հարցի շուրջ ինչ-որ լուսաբանություն անենք, միասին կարողանանք մեկնել այդ հարցը։ Հիմնականում ես զգացել եմ, որ մարդկանց, ինչպես որ ես նախկինում շատ եմ մտածել այդ մասին, մտածել եւ խորհել բախտի մասին։ Այսինքն մարդկանց մեծ զանգված հավատում են, որ մարդիկ լինում են բախտավոր եւ անբախտ։ Այսինքն Աստված կարող է մարդկանց բաժանել բախտ, որպեսզի մարդիկ լինեն ոմանք բախտավոր եւ ոմանք ոչ բախտավոր։ Եկեք քննարկենք Աստծո խոսքի համաձայն, որովհետեւ Աստծո ճշմարտությունը Աստված հայտնում է իր Աստվածաշունչի միջոցով։ Ուրիշ ինչպես կարող ենք մենք քննարկել խորհուրդներ, քննարկել ինչ-որ գաղափարներ, ինչ-որ կարծրամտություններ, որոնք մենք մեր մտքից, այսինքն մենք մեր կարծիքը հայտնելու կամ տարածելու կամ մարդկանց լուսաբանելու համար մենք իրավունք չունենք մեր կարծիքը հայտնելու։ Մենք միայն կարող ենք Աստվածաշունչի, Աստծո խոսքի խորհուրդների լույսի ներքո մեկնենք, թե արդյոք այդ գաղափարը, որ մարդիկ լցված են այդ բանով, որ ես բախտ չունեմ, դրա համար իմ կյանքում հաջողություններ չկան, ես բախտ չունեմ, դրա համար ես չեմ կարողանում ամուսնանալ, ես բախտ չունեմ, որովհետև ոչ ոք ինձ չի լսում, ոչ ոք ինձ չի հասկանում, մի խոսքով իմ ամուսնությունը ձախողված է, իմ բիզնեսը ձախողված է, ես այսպես, գիտեք, որ այդ շարքը շատ երկար է, կամ մտածում են, որ երեխան ծնվում է օրինակի համար այսպիսի բնավորությամբ ու ոչ մեկ ոչ մի բան չի կարող անել, որովհետև Աստված այդպիսին է ծնել իրեն։ Կամ նույնիսկ գաղափարներ կան, որտեղ որ մարդիկ մտածում են այն մեղքը, որ այսօր տարածված է եւ բոլորն էլ գիտեն միասեռականությունը, մարդիկ կարող են մտածել, որ Աստված իրենց այդպիսին է ստեղծում։ Դրանք բոլորովին ճշմարտությանը չեն համապատասխանում, սիրելիներս։ Ուղղակի մի քանի ճշմարտություններ ես կկարդամ, որի լույսի ներքո կտեսնենք, որ իրապես Աստված այդպես է անում, իրապես բախտ բաժանողը Աստված է եւ Աստված աչառություն է անում։ Միթե հնարավոր է, որ Աստված աչառություն անի։ Աստված հնարավոր բան է ասի այս մարդկանց խմբին, ասի, որ ձեզ ես տալիս եմ ավելի, բայց մյուս մարդկանց խմբին ասի, որ չէ, ես ձեզ մերժում եմ։ Դա սուտ է։ Աստված աչառություն չի անում։ Աստված բոլորին էլ սիրում է։ Եվ Աստված բոլորին հավասարապես տալ է ուզում, առատապես օրհնել, սիրել, իր սերը հայտնեց, իր որդու միջոցով։ Աստվածաշունչը հստակ ասում է, որ Աստված այնպես սիրեց աշխարհը, աշխարհի բոլոր մարդկանց, այսինքն, որ իր միջև անգամ իր միածին որդուն տվեց, որպեսզի ով որ անոր հավատա, չկորսվի, այլ կյանք ունենա, որը հավիտենական է։ Այսինքն մի կյանք, որ հավիտենությունից է գալիս, Աստծո օրհնությունից է գալիս, ոչ թե նման այս կյանքին, այլ մի ավելի օրհնված կյանք։ Ամեն։ Ես ձեզ պիտի փաստեմ, ասիկա, այնպիսի բաներով, որ դուք ինքներդ էլ գիտեք, Աստծո ճշմարտությունների շատ հայտնի ճշմարտությունները ամեն մարդ գիտի։ Ուղղակի կան այդ ճշմարտության որոշ մանրամասնություններ, որ մարդիկ չեն անդրադառնում եւ մնում են այն գաղափարին, որ իրենց Աստված մոռացել է, որ Աստված իրենց չի հիշում։ Ինձ Աստված չի հիշում, ինձ բախտ չի տվել։ Ժամանակին ես էլ եմ մտածել այդպես։ Ոմանք իրենց ծնողներին տեսնելով, ուրիշների ծնողներին համեմատելով իրենց ծնողներին, ասում են, ես բախտավոր չեմ, որովհետև իմ ծնողները աղքատ են, իմ ծնողները տգետ են, իմ ծնողները այսպիսին են, չար են կամ այս են, այն են։ Սիրելիներս, ոչ, դա Աստծո կամքը չի, Աստված այդպես չի մտածում։ Աստված օրհնում է առատապես։ Ուրեմն,
ամենամեծ փաստը, ամենամեծ ապացույցը, որ Աստված քեզ սիրում է եւ քեզ օրհնել է ուզում, եւ քեզ բախտավոր անել է ուզում, դա այն է, որ իր միածին որդուն տվեց, որպեսզի քո փոխարեն իր որդին մահանա, որպեսզի դու մահը չճաշակես։ Միայն մահվան մասին չէ խոսքը, այն որ մենք ննջում ենք հավիտյան։ Այն մահվան խորհուրդների, որ բերում է դժբախտություն, որ բերում է ապականություն կյանքում, որ բերում է մարմնի հիվանդություններ։ Ամեն, ուրեմն Աստված իր որդու վրա դրեց մեր բոլորի մեղքերը, մեր բոլորի հիվանդությունները, որպեսզի դու ազատ լինես հիվանդություններից եւ մեղքերից եւ ամեն տեսակ ապականություններից։ Ուրեմն սիրելիներ, եթե մեկը հավատում է բախտին, օրինակ, վերցնենք այսպես, որ հավատում է բախտին, նա երբեք չի մտածի, որ իր դժբախտությունների, իր անհաջողությունների պատճառը ինքն է։ Օրինակ, եթե ես մտածում եմ, ես դժբախտ եմ, ինչ որ անում եմ չեմ հաջողվում, հա, ուրեմն ես չեմ պատճառը, բայց այդպես չի ասում Աստծո խոսքը։ Ավետարանների մեջ գրված է, որ Աստված քո մեղքերը քավելու համար իր որդուն տվավ։ Այսինքն մեղքերը կարևոր են, որ մարդիկ գիտակցեն իրենց մեղքերը, բայց քանի որ լույս չկա իրենց սրտերի մեջ, իրենք ընդհանուր են խոստովանում իրենց մեղքերը, ասելով, որ այո, ես ունեմ մեղքեր, ինչպես որ բոլորը ունեն։ Այսինքն այդ մեղքերը հնարավոր չի թողնել, ու իրենք կարծում են, որ իրենց ամբողջ կյանքում այդ մեղքերի տակ կմնան։ Ուրեմն հապա ինչու Հիսուսը խաչվեց։ Հիսուս խաչվեց, որ քեզ ազատի քո մեղքերեն։ Ինչպիսին էլ սարսափելի լավ մեղքը, ինչպիսին էլ քո մեղքը անկարելի թվա քեզի, լավ քիծիր, որ Աստված կարող է քեզ ազատել քո մեղքեն։ Որովհետև եթե նայենք Աստվածաշունչի հին ուխտին, հին ուխտում ամեն բան ցույց է տալիս, որ կապված է մեղքերեն։ Որովհետև այնտեղ զոհաբերությունները, որ կատարում էին, մեղքի համար էին կատարում։ Մենք առաջվնե հեթանոս լինելով, մեր գաղափարախոսության մեջ չի կա մեղքի համար զոհ մատուցել։ Ավելի շատ մեր զոհերը, որ մենք մատուցում ենք, որը այսօր սխալ է, հա, մենք մատուցում ենք հաջողության համար, Աստծուն կաշառելու համար, բայց Աստծուն ոչ ոք չի կարող կաշառել, սիրելիներս։ Ուրեմն հին ուխտի համաձայն զոհը մատուցում էին մեղքի համար, որպեսզի Աստված այդ մեղքը ջնջի, Աստված այդ մեղքը չհամարի, որպեսզի մեղքը իրենց կյանքը չկործանի։ Ուրեմն սիրելիներս, եթե դու ուղղակի քեզ համարում ես ընդհանուր մեղավոր եւ ասում ես այ Տեր ողորմի ներիր ինձ Տեր եւ չես գիտակցում կոնկրետ քո մեղքը, դա հենց նշանակում է, որ դու մոլորված ես, որ դու խաբված ես, որ դու հավատում ես ստությանը եւ դա ճշմարիտ չէ, որտեղ անհաջողությունների բոլոր պատճառը մեղքն է, բայց մեր Տեր Հիսուսը քեզ բարի լուր ունեմ հայտնելու, մեր Տեր Հիսուս Քրիստոսը նա չի գալիս քո կյանք, որպեսզի քեզ դատի, այլ գալիս է քո կյանք, որ քեզ ազատի քո մեղքերեն։ Ուրեմն սիրելիներս, պետք է դու ինքդ քայլ անես Աստծուն, որպեսզի Տերը ինքը իր լույսը տա քեզ, որպեսզի դու լույս ունենաս եւ քո մեղքերը տեսնես եւ հատուկ քո մեղքի համար խոստովանես, ասելով, օրինակ, ով Տեր ինձ ազատի այս մեղքեն։ Քո մեջ տեսնում ես Հիսուսին մոտենալուց հետո, Աստծո սերը վայելելուց հետո, դու տեսնում ես, որ քո մեջ նախանձ կա, որ առաջ դու չէիր ուզում խոստովանել, որովհետև բախտին հավատացող մարդիկ, երբ որ հավատում են, որ ինքը բախտավոր չէ, այլ ուրիշ մեկն է բախտավոր, այդ բախտին հավատքը քեզ բերում է նախանձության, որպեսզի դու նախանձես ինչ-որ մեկին եւ այդ նախանձը քեզ ուտի, որտեղ նախանձությունը դա ոգի է, որ մարդկանց սրտերը կրծում է, ցավ է պատճառում, նեղացնում է, որովհետև սիրելիներս բախտի խորհուրդը Աստծուց մեջ չէ։ Աստված չի ասում, որ մեկը բախտավոր է, մեկը ոչ։ Աստված իր դուռը բացել է բոլորի առջև։ Իր որդուն տվա, որ ամեն մարդ, ով որ հավատա, այսինքն Աստված հրավիրում է, եկեք ինձ է ասում Տեր Հիսուսը։
Եկեք ինձ մոտ բոլոր հոգնած եւ բեռնավորվածներ, ես ձեզ հանգստություն պիտի տամ։ Ամեն։ Իսկ եթե հավատում ես, որ բախտ ունես կամ չունես, քո մտքի մեջ դու չես էլ մտածի, որ դա մեղքի պատճառն է, որ անհաջողության մեջ ես։ Դու միայն կմտածես, որ այս աշխարհը անարդարությունով լցված է եւ մեկը չկա, որ քեզ հասկանա։ Չկա, սիրելիս, կա մեկը, որ քեզ կհասկանա, կա մեկը, որ քեզ ցավակից կլա, դա մեր Տեր Հիսուս Քրիստոսն է։ Նա գիտի քո սրտում անցած բոլոր խորհուրդները, նա գիտի քո բոլոր ցավերը, տառապանքները, եւ նա չի գալիս քո կյանք, որպեսզի քեզ ցավեցնի, մեղադրի կամ քեզ քո մեղքերի համար պատժի։ Ոչ, ընդհակառակը, նա ասում է թույլ տուր մտնեմ քո կյանք, որ քեզ ազատեմ քո մեղքերեն։ Ամեն։ Ուրեմն սիրելիներս, Աստված աչառություն չի անում, Աստված բոլորին է տալիս։ Եկեք կարդանք Աստծո խոսքից, որպեսզի հաստատեմ, որ Աստված ում է բախտավոր անվանում։ Նայեցեք, երանելի բառը նույն բախտավոր բառն է։ Օրինակ, մեկում մեր աշխարհային լեզվով ասում ենք, այսինչ մարդը շատ բախտավոր է։ Օրինակ, տքեղ է, բայց ամուսնացել է շատ գեղեցիկ մի երիտասարդի հետ կամ հակառակը։ Աղքատ է եւ հարուստ մեկի հետ է ամուսնացել։ Արժանի չէր ինքը, ես էի դրան արժանի, բայց նա անարժանը գնաց ամուսնացավ եւ լավ բախտի տիրացավ, բայց ես որ արժանիքներ ունեի, ես չունեմ այդ բախտը։ Ոչ, սիրելիներս, դա սխալ է, դա սատանայից է։ Նա այդ խորհուրդները բերում է, որ քեզ ցավեցնի։ Նա այդ խորհուրդները բերում է, որ քո միտքը ապականի, որ դու քեզ դժբախտ տեսնես։ Մի խաբվիր, դու բախտավոր ես։ Ահա թե Աստված ումն է ասում բախտավոր։ Հոս Աստվածաշնչյան լեզվով երանելի է կոչում Աստված։ Նայեցեք։ Պիտի կարդամ Մատթեոս ավետարանի 5-րդ գլխից։ Հալելույա։ 5-րդում ասում է. Երանի հոգով աղքատներին, որովհետև նրանցն է երկնքի թագավորությունը։ Ուրեմն Հիսուսը երանի է տալիս նրան, ով հոգիով աղքատ է։ Ով է հոգիով աղքատ, որ նա չի բավարարում այս կյանքի եղածով, նա հոգևոր բաներ է փնտրում, նա փնտրում է Աստծուն, նա փնտրում է Աստծո մոտ գտնել խաղաղությունը, նա փնտրում է հոգիով զորանալու, հավատք ունենալու։ Ասում է երանի քեզ, որ դու փնտրում ես ավելի հավատք ունենալ, որ դու փնտրում ես ավելի Աստծուն մոտենալ, որ դու ուզում ես, որ Աստծուն ճանաչես, որտեղ բուն երանությունը, բուն ուրախությունը Աստծուն ճանաչելն է, սիրելիս, ոչ թե լավ ամուսնություն։ Եթե Աստծուն ճանաչես, ընդունես, մոտենաս, քայլ անես Աստծուն, Աստված քո աչքերը կլուսավորի, քո սիրտը կմաքրի այդ դժբախտությունից, այդ դժբախտության զգացողությունից, որ դու դժբախտ ես, որ դու անհաջողակ ես, քեզ ոչ ոք չի հասկանում, քեզ ոչ ոք չի նկատում, քեզ ոչ ոք չի լսում, այդպես չէ։ Դու հավատում ես այդպիսի զգացումներին, անոր համար էլ քեզ հետ այդպիսի բաներ են պատահում, որտեղ քո միտքը ապականել է սատանան, որ դու բախտ չունես։ Բայց այսօր Հիսուսը ուզում է քո սիրտը միտքը մաքրի, որպեսզի դու հավատաս, որ դու բախտավոր ես, երանելի ես։ Իմաստուն մարդը կհրաժարվի այդ մտքերեն եւ կգա Աստծուն, որպեսզի Աստված իրեն մաքրի, սրբի այդ գաղափարներեն, որպեսզի լցվի Աստծո սիրով եւ ասի, որ ես բախտավոր եմ, որտեղ ես ավելին իմանալ եմ ուզում, ավելին լսել եմ ուզում, ավելին ճանաչել եմ ուզում Աստծուն։ Ամեն։ Շարունակենք։ Երանի նրանց, որ ողբում են, որովհետև նրանք պիտի մխիթարվեն։ Երանի հեզերին, որովհետև նրանք երկիրը պիտի ժառանգեն։ Հոս միտեղ ասում է երանի սգավորներին, քանի որ նրանք պիտի մխիթավորվեն։ Ուրեմն այն սգավորը, այն խնդիրներով լցված մարդը, որ իր խնդիրների լուծումը փնտրում է Աստծո մեջ, երանելի է։ Եթե դու խնդիր ունես, եթե դու սուք ունես, եթե դու ճշմարտապես փնտրում ես ելքը, որպեսզի մխիթարվես, քո մխիթարությունը միայն Աստծո մեջ փնտրիր։ Եվ Աստված կտա քեզ մխիթարություն, ճշմարիտ մխիթարություն, որպեսզի դու ազատվես խնդրից
եւ Աստծո շնորհք գտնես եւ ուրախ լինես Աստծո եւ քո խնդրի լուծումը Հիսուսով գտնես։ Ուրեմն երրորդ երանելին Երանի հեզերին, քանի որ նրանք երկիրը պիտի ժառանգեն։ Հիսուսը բախտավոր է անվանում այն մարդկանց, ովքեր հեզ են, ովքեր խոնար են, որովհետև նրանք երկիրը պիտի ժառանգեն։ Սիրելիներս, այս աշխարհում հպարտներն են կարծում իրենք երանելի են, բախտավոր են, բայց Աստված ասում է ոչ, հեզերը հպարտը չի մոտենա Աստծուն։ Նա կասի ես գիտեմ, ես համոզված եմ, այսպես է, բախտ չունեմ, այսպես։ Հպարտը ինքն իրեն չի խոնարեցնում Աստծուն մոտենալու, որպեսզի Աստված իր սիրտը լուսավորի եւ մաքրի իր սիրտը։ Աստված սիրում է քեզ։ Աստված քեզ համար զոհ է արել, իր որդուն է զոհել, որպեսզի դու բախտավոր լաս։ Բայց երբ որ դու մերժում ես Աստծո բախտավորությունը հպարտությամբ, կմնաս անբախտ, կմնաս այն քո բախտի մեջ, որ քեզ համոզել են, որ դու դժբախտ ես։ Երանի նրանց, որ արդարության քաղցն ու ծարավը ունեն, որտեղ նրանք պիտի հագենան։ Ամեն։ Արդարություն ես փնտրում, դու մեղադրում ես ինչ-որ մեկին, եկուր Աստծուն։ Աստված է քեզ խոստանում, եթե ծարավ ես արդարության, Աստված պիտի լցնի քեզ շնորհքով, զորությամբ եւ քո արդարությունը պիտի հանի կեսօրվա լույսի պես, չէ, լույսի պես, իսկ իրավունքդ կեսօրվա լույսի պես։ Ամեն։ Փառքեստեր, մենք կշարունակենք։ Ուրեմն սիրելիներ, նայեցեք, բախտին հավատացողը, ովքեր հավատում են այդ խորհրդին, նրանք իրապես տկարանում են կյանքում, նրանք իրապես հուսահատվում են, նրանց կյանքը նման է անհավատության, դժբախտ կյանքին, եւ Աստված ուզում է իր ձեռքը մեկնել եւ քեզ հանեհուն տեղեն։ Մի հավատար դրան, դրանք սուտ է, հավատացեք Աստծուն, Աստված ճշմարիտ է, Աստված սիրում է քեզ, Աստված շատ ողորմած է, իրապես մոտեցեք Աստծուն, մի վախեցեք Աստծուց, Աստված բարի է, Աստված ուզում է ձեզ շնորհք տա, ապրելու այս կյանքը ուրախությամբ, հաջողությամբ, հաջողություն տվող Աստված է, Աստված միթե կարող չէ իր հրեշտակներին հրամայի, որ տարբեր բնակավարներում ձեզ օրհնի, տարբեր տեղերում ձեր օրհնությունը ապահովի, խաչի վրա Հիսուս Քրիստոսը վերցրեց ձեր բոլոր մեղքերը, ձեր բոլոր անհաջողությունները, եւ նա մահացավ, որպեսի հարության կյանքով երրորդ օրը հարություն առավ, որպեսի քեզ օրհնի, եւ նա ասեց. ես հաղթել եմ այս աշխարհին, մի վախնակ, քաջասիրտ եղեք, ես միշտ ձեզ հետ եմ, օրհնելու ձեզ, բարձրացնելու ձեզ, ինչու հավատամ դժբախտությանը, ինչու հավատամ, որ ես դժբախտ եմ, ինչու մնամ հոն, տարիներ ապրեմ այդ ծանր բեռի տակ, Աստված ուզում է ազատել քեզ այդ բեռից, մի ցկեր, որ սատանան քեզ խաբի, նա ստախոս է եւ ստության հայրն է, նա չի ուզում, որ դու կյանք ունենաս, իսկ Աստված ուզում է, որ դու կյանք ունենաս, ուղղակի փորձիր, քայլ անել դեպի Աստված, եւ Աստված քեզ շատ ավելի օրհնություններ կուղարկի, հավատա իրեն։ Ուրեմն եկեք շարունակենք երանելիները, թե Աստված ինչպես է ասում, ահա թե ովքեր են բախտավորները, պիտի զարմանաք, բայց սա ճշմարիտ է, բայց այդ դժբախտ զգացողությունը սուտ է ձեր կյանքում, դրան հավատալ պետք չէ։ Ուրեմն սիրելիներս, 7-րդ խոսքը 5:7, Մատթեոս 5:7, նայեք ինչ է ասում, երանի ողորմածներին, որովհետև նրանք ողորմություն պիտի գտնեն։ Գիտեք, ու այդ բախտ, որ ասում եք, հանկարծ մեկ էլ բախտդ բացվում է ինչ-որ մի բանով։ Հենց ինքը Աստված ասում է, ողորմած եղիր ուրիշների նկատմամբ։ Հա? Քո մտքի մեջ, քո սրտի մեջ, Աստված կսովորեցնի, եթե նա պատվիրում է, ասում է երանի ողորմածներին, նա քեզ կարող է դարձնել ողորմած, որտեղ Աստված ինքը ողորմած է։ Նայեցեք, ես զարմանում եմ աշխարհիկ մարդկանց
մտածելակերպին, որոնք ասում են, այո, մենք հավատում ենք Աստծուն։ Բայց երբ որ խոսքը գալիս է ներումի մասին, որ Աստված ներող է, նրանք սկսում են ինձ հարցեր տալ։ Ասում են, եթե ինչ-որ մեկը այսպես մեղքեր ա գործել, հիմնականում ինչ են ասում, գողություն, շնություն և մեղքեր, օրինակի համար, և Աստծուն կա, Աստված կների իրեն, ասում եմ, այո, կների, որտեղ նա սրտանց զղջում է և գալիս է Աստծուն։ Զղջան ինչ է նշանակում, գիտեք, երբ որ նա հասկանում ու գիտակցում է, որ շնությունը դա մեղք է և ինքը ուզում ազատվի շնությունից, դա վատ բան է, մարդիկ միանգամից զայրանում են, միանգամից բարկանում են, ինչու է Աստված ներում, թող պատժի։ Եթե Աստված ողորմած է, ինչու ես չարանում Աստծո ողորմածության վրա։ Սիրելի հավատացյալ, դու հավատում ես Աստծուն, բայց բարկանում ես, որ Աստված ներող է։ Ու չես հասկանում, որ դու ինքդ ներումի կարիք ունես, թեև դու շնացող չես, թեև դու ասեք, թե գող չես, թեև դու այդ մեղքերը չունես, ուրիշ մեղքեր ունես։ Եվ դու ինքդ պետք ունես ներման, որ Աստված քեզ ների։ Բայց դու քո մեղքերը փոքրացնում ես և սկսում ես դատել շնացողին, գողություն անող մարդասպանին, ասենք թե, և զայրանում ես ու բարկանում, որ Աստված ներող է։ Բայց Աստված ասում է երանի ողորմածներին, այսինքն երանի նրանց, ովքեր իրենց սրտի մեջ ինչ-որ մեկին չեն դատում, չեն դատապարտում, չեն մեղադրում, չեն զայրանում ինչ-որ մեկի մեղքի համար, այլ ողորմած են լինում։ Ասում է երանի քեզ, որ ողորմած ես։ Այս ամենը Աստված կարող է քեզ սովորեցնել, որ դու երանելիների մեջ լինես։ Մի կարծիր, որ բոլոր հավատացողները երանելի են, չէ, այդպես չէ, կան հավատացողներ, իրենք ալ ուրիշներին չեն կարողանում ներել, բայց Աստված է, որ սովորեցնում են ներել և ողորմած գտնվել։ Մարդիկ կան նույնիսկ չեն ներում իրենց դեմ չմեղանչողներին, օրինակ շնացող է ինչ-որ մեկը, նա քո դեմ մեղք չի գործել, բայց նրանք չեն ուզում, որ Աստված ների։ Այս սա է, որ քո սիրտը չարացած է, քո սիրտը մաքրվելու, սրբանալու կարիք ունի։ Ու շարունակենք երանելիները։ Ուրեմն, հիմա հասկանում ես, թե ինչու բախտ չունես, որովհետև քո մեղքերը քո վրա են մնում, որովհետև դու թույլ չես տալիս, որ Աստված քեզ դարձնի ողորմած, որպեսզի Աստված քո սիրտը մաքրի։ Դու նորից չարանում ես բոլոր այն շնացողներին, որոնք եկել են Աստծուն և մաքրվել են Աստծո շնորհքով և Հիսուսի արյան միջոցով։ Միթե վատ բան է, որ գողը չգողանա։ Միթե վատ բան է մարդասպանը թողնի մարդ սպանելը։ Միթե վատ բան է շնացող կինը թողնի շնությունը և բարկեշտը լա։ Միթե Աստծո գործերը վատ են, որ դուք չարանում եք ու բարկանում Աստծո դեմ, ասելով ինչու է Աստված ներում, թող պատժի։ Դու նույնպես ունես մեղքեր, որոնք ողորմության կարիք ունեն, որ Աստված ների քեզ։ Ուրեմն եկեք, ոչ թե դատենք, ոչ թե ողորմած չլինենք, այլ լինենք ողորմած, ինչպես որ մեր Աստվածն է ողորմած։ Թող Տերը ձեր սրտի աչքերը փանա, որպեսզի դուք հասկանաք, որ ողորմած լինելը դա մեծ առավելություն է, որը կարող է Աստված քեզ շնորհք անի և դու լինես ողորմած, ինչպես Աստված է։ Շարունակենք խոսքը Հիսուսի երանելիները։ Ուրեմն 8-րդ խոսքը ասում է. երանի նրանց, որ սրտով մաքուր են, որտեղ նրանք պիտի տեսնեն Աստծուն։ Սրտով մաքուրներն են բախտավորները, որոնք չեն դատում, որոնք չեն մեղադրում, որոնք համաձայնվում են Աստծո հետ, որոնք թույլ են տալիս, որ Քրիստոս իրենց սրտերը մաքրի, երանելի են։ Դրա համար նրանց մեջ միշտ կա ուրախություն, խաղաղություն, սեր և Աստծո ողորմածությունը։ Սիրելիներս, ուրեմն եկեք, մեր սրտով, հոգով խոնարհվենք Աստծո առջև, որպեսզի Աստվածալ մեզ սովորեցնի իր ողորմածությունը, որպեսզի Աստված մեր սրտերը մաքրի, որպեսզի Աստված նոր կյանք տա մեզ։
Ինչու մնանք այդ դժբախտ կյանքի մեջ, ինչու, որովհետև ինչ-որ մեկը կիմանա, որ դու Աստծուն ես մոտեցել, քավ լիցի, որ ինչ-որ մեկը նման մտքեր ունենա, թողեք այդ հպարտ մտքերը, հեռացեք այդ հպարտ մտքերից, խոնարհվեք Աստծո հզոր ձեռքի տակ, որպեսզի Աստված ձեզ բարձրացնի, Աստված սիրում է ձեզ, Աստված ձեզ համար հրաշալի բախտեր ունի, եթե ամուսնության կարիքը ունես, Աստված քեզ հրաշալի ամուսին պիտի տա, կամ հրաշալի կին պիտի տա, եթե դու կարիք ունես բիզնեսի, Աստված քեզ իմաստություն կտա, ինչպիսի բիզնես անես, և դրա հնարավորությունները կտա, եթե ինչ-որ տեղ ես երկրի մեջ, որտեղ որ շատ վատ է, Աստված քեզ կարող է փոխադրել մի տեղ, որտեղ որ շատ ավելի խաղաղություն կունենաս և խաղաղ կլաս, մի խոսքով, քո բոլոր պրոբլեմները Աստված ունի լուծում, միայն քեզ մնում է, որ դուրս գաս դժբախտության խորհրդից և մտնես Աստծո ողորմության, շնորհքի և ուրախության մեջ, Աստված աչառություն չի անում, սիրելիս, Աստված այն մեկին ավելի չի սիրում, քան քեզ, Աստված քեզ նույնպես սիրում է, նա քեզ համար նույնպես ունի ծրագիր և բարի ծրագիր և օրհնյալ ծրագիր, ուրեմն դու թող այդ մտքերը և կապվիր մեզ հետ, որպեսզի կարողանանք մենք քեզ օգնել, որպեսզի քո իրավիճակից դուրս գաս և մտնես մի նոր իրավիճակ, ամեն, նայեցեք, Աստծո խոսքը ինչ է ասում, ես միտեղ պիտի բացեմ, պիտի կարդամ և պիտի ցույց տամ Աստծո խորհուրդները որչափ բարի են, որչափ ողորմած է մեր Աստվածը, հալելույա, իրեն պես Աստված չկա, Աստված շատ հրաշալի է, Աստված աչառություն չի անում, նրա խոսքի մեջ ասում է, Աստծո մեջ ոչ հրյա կա, ոչ հույն, ոչ աղքատ կա, ոչ հարուստ, ոչ ասի, ոչ մյուսը, ուրեմն, Աստծո համար բոլորը նույնն են, մեկ թուր կա և մեկ ճանապարհ, Հիսուս Քրիստոս արդարը, որը խաչվեց քո մեղքերի համար և հարություն առավ քեզ արդարացնելու համար, նայեցեք սիրելիներս, Փառք Հիսուսին, ուրեմն, ես պիտի կարդամ Կողոսացիս 1 առաջին գլուխ 9-րդ համարեն, կեսեմ պիտի կարդամ, որպեսզի լցվեք նրա կամքի գիտությամբ, ամենայն իմաստությամբ և հոգևոր հասկացողությամբ, Աստված կանչում է ձեզ, հալելույա, 12-ը, գոհանալով հորից, որ մեզ արժանացրեց մասնակից լինելու լույսի մեջ բնակվող սուրբերի վիճակին, որ մեզ ազատեց խավարի իշխանությունից ու փոխադրեց իր սիրելի որդու թագավորության մեջ, ուրեմն, Աստված ուզում է այդ խավարից ազատել քեզ և դնել իր սիրելի որդու թագավորության մեջ, որպեսզի դու լինես երկնքի թագավորության անդամ և այնտեղ բոլորովին ուրիշ են խորհուրդները, բոլորովին ուրիշ են երանելիներն ու բախտավորները և երկրի վրա կերևա, որ դու բախտավոր ես, կերևա, որ դու իրապես Աստծո շնորհքի տակ ես ապրում և ինչ կարևոր է, որ մարդիկ տեսնեն, կարևորը քո սրտը մաքուր լինի, որպեսզի Աստծո երեսը տեսնես, Աստծո փառքը տեսնես, երանելի է այն մարդը, որի սիրտը մաքուր է, այն մարդը, որ լցված է նախանձով, այն մարդը, որ լցված է դժբախտությամբ, այն մարդը, որ լցված է դատելով, մեղադրելով, ուրիշներին մեղադրելով իրեն կյանքի համար, այն մարդը, որ լցված է ատելությամբ, այդ մարդը երջանիկ չի կարող լինել, բախտավոր չի կարող լինել, ուրեմն սիրելիս, բախտավորությունը ոչ թե ինչ-որ լավ ամուսնությունով է, ոչ, եթե քեզ համար էլ գա լավ ամուսնություն, եթե քեզ համար էլ Աստված ամուսին կամ լավ կին տա, եթե քո սիրտը մաքուր չէ, դժբախտությամբ է լցված, եթե քո սիրտը նախանձով է լցված, եթե քո սիրտը լցված է մեղադրելով, դու կսկսես ինչ-որ մեկին մեղադրել և նորից դժբախտ կլաս, նորից քեզ չեն հարգի, չեն քնահատի, չեն սիրի, որտեղ մեղադրող մարդուն ոչ ոք չի սիրում,
որովհետև պահանջող մարդուն, որը պահանջում է, ասում է դու պարտավոր ես, դու պետք է անես, այդպիսի մարդուն ոչ ոք չի սիրում, չի հարգում, չի գնահատում։ Սիրելիս, ուրեմն մաքուր սիրտը պայման է բախտավոր լինելու համար։ Իսկ մաքուր սիրտ կտա միայն Աստված, միայն Հիսուսի արյունը կմաքրի մարդու սիրտը։ Եթե դու ասես ես չեմ անի, չեմ նախանձի, դա զորություն չունի։ Դու քո կամքով չես կարող բացարձակապես ազատվել մեղքից։ Անկարելի է։ Եթե հնարավոր լիներ, Աստված իր որդուն չէր ուղարկի երկիր։ Եվ այդ թանկարժեք արյունը չէր թափվի, բայց նրա թանկարժեք արյունը թափվել է քեզ համար, որպեսզի դու մաքրվես սրտով եւ քո շրջապատի մարդկանց հաճելի մեկը լինես։ Ուրեմն, եկուր, աչքերդ փակիր եւ եթե հավատում ես, կրկնիր ինձ հետ այս աղոթքը, խոնարհվիր Աստծո առջև եւ աղոթք արա, որպեսզի Աստված քեզ ընդունի, քայլ արա դեպի Աստված, ասա այո Տեր Հիսուս, հետս կրկնի, սիրելի Աստված, ես հավատում եմ քեզ, ես հավատում եմ, որ դու աչառություն չես անում, ես հավատում եմ, որ դու սիրում ես ինձ, ես հավատում եմ, որ դու ընդունում ես ինձ, սիրելի Հիսուս, ես հավատում եմ, որ դու իմ մեղքերի համար խաչվեցիր, և իմ սրտով հավատում եմ, որ դու հարություն առար երրորդ օրը, խնդրում եմ օրհնիր ինձ, խնդրում եմ եղիր իմ Տերս և իմ Փրկիչս, և իմ անունը գրիր կյանքի գրքի մեջ, Հիսուսի անունով եմ խնդրում, շնորհակալություն, փառք ես իմ Հայր և իմ Աստված, ուրեմն սիրելիս, կապվիր մեզ հետ, մենք կաղոթենք ձեր խնդիրների համար, որպեսզի դուք ավելի ճանաչեք Աստծուն, որպեսզի հավատաք Աստծուն և դուրս գաք դժբախտության մեջից և լինեք արդար Քրիստոս Հիսուսով, և Աստված ձեզ բազում ճանապարհներ ունի օրհնելու, ձեր ճանապարհները բացելու, ձեզ օրհնելու տարբեր բնակավարներում, օրհնված եղեք Հիսուսի անունով, ամեն։